Աշխարհահռչակ ռեժիսոր Անրի Վերնոյը, իրական անունը Աշոտ Մալաքյան, հայ հանդիսատեսին հայտնի դարձավ 90-ականներից «Մայրիկ» և «Պարադի փողոց» 588 գեղարվեստական ֆիլմերից հետո։ Նրա կյանքի ճակատագիրը կրկնել է Արևմտյան Հայաստանի 100 հազարավոր հայերի ճակատագիրը Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունից հետո։ 1924 թվականին Մալաքյանների ընտանիքը սկզբում գաղթում է Հունաստան, հետո հիմնավորվում Մարսելում, իսկ 1930 թվականից Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Սկզբում նա տարված էր գեղանկարչությամբ, ապա լրագրությամբ, հետո ռադիոյով։ Էկուան Պրովանսի ֆրանսիական լիցեին ավարտելուց հետո Մարսելիես թերթում հրատարակում է եղեռնին նվիրված հոդվածների շարք։ Կինոյում նրա դեբյուտը եղել է որպես բազում կարճամետրաժ ֆիլմերի ասիստենտ և բեմադրող։ Առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը նկարահանել է 1951 թվականին Ֆերնանդելի օգնությամբ։ Հետո արդեն նկարահանել է «Արգելված պտուղը» 1952 թվական, «Հուշակագործը Վալորգից» 1952 թվական, «Հասարակության համար մեկ թշնամին» ֆիլմերը։ 1959 թվականին նույն Ֆերնանդելի հետ նա նկարահանել է «Ռազմագերին և կովը» կատակերգությունը՝ գերությունից փախած ռազմագերու մասին։ Երկար ճանապարհ անցնելուց հետո 1991 թվականին Վերնոյը պատմեց իր ընտանիքի պատմությունը երկու հանրահայտ ֆիլմերում՝ «Մայրիկ» և «Պարադիի փողոց» տուն 588։ Սա Մարսելում Մալաքյանների ընտանիքի հասցեն էր։ Երկու ֆիլմերում կարողացավ այնպես պատկերավոր և ճշմարտացի նկարագրել եղեռնից մազապուրծ հայ փախստականների վիճակը, ովքեր ապաստան էին գտել Մարսելում, որ հուզեց ողջ աշխարհին։ Այս երկու ֆիլմերը դարձան նրա վերջին աշխատանքները կինոմատոգրաֆում։ Մինչ այդ պահը Վերնոյը իր աշխատանքներում երբեք չէր անդրադարձել հայկական թեմատիկային, եթե չհաշվենք նրա ֆիլմերից մի քանիսում Շարլ Ազնավուրի մասնակցությունը և վերջինիս հետ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար Հայաստան» երգի հանրահայտ տեսահոլովակի նկարահանումը։ Ինչպես հայտնի է, երգը կատարում էին 90 ֆրանսիացի երգիչ և դերասան։ Երգի տեքստի հեղինակը Ազնավուրն է, իսկ երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Գարվարենցը։ Գսեիք ինձի երբ հայերու մասին ֆիլմը պիտի շնես։ Եղավ։